Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք կզրուցենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Բարև Նինա ջան։ Նինա, լսում ես։ Մгм. Նինա ջան, լսում ա։ Լսվում է, լսվում է։ Հա, վերջապես։ Ո՞նց ես։ Դե մենք չենք հարցնում իրար ոնց ես, մենք հարցնում ենք ոնց ես դիմանում, որովհետև ոնց ես հարցը մեր դեպքում այլևս ակտուալ չի։ Բոլորը համատարած վատ են իրականում, որովհետև այս իրավիճակում լավ լինել ուղղակի հնարավոր չի։ Դու պիտի adekvat չլնես, որ լավ լինես, էլի։ Լրիվ համաձայն եմ։ Անհատական մակարդակով իմիջիալոց շատերի մոտ տպավորություն է, որ տենց խորը դառ վշտի մեջ չի, դու անհատական մակարդակով գրեթե ունես մարդիկ, թվում է թե ովքեր որ խոսում են ու բողոքում են, այդ մարդիկ տենց դժբախտ չքավոր, տենց չկայացած կամ ինչ-որ բան հիվանդագին բաներ ունեն, ամբիցիաներ չկայացած, իրականության մեջ անհատական մակարդակով ես շատ երջանիկ եւ ինքնաբավ մարդ եմ։ Ամբողջ խնդիրը մեր լայն իմաստով մեր մեծագույն խնդիրներն է, որին բախվում ենք բոլորս համաժամանակյա ու խնդիրները, որոնք ունենալու ենք, վերաբերելի են լինելու բոլորիս։ Ամբողջ խնդրեմը դրա մեջ է, թե չէ, տենց տպավորություն չլինի, էլի, որ տենց չստացված կյանք ունենք ու պարապությունից ինչ որ բանովերով ենք գտել մեզ զբաղվելու։ Անշուշտ։ Նինա ջան, դու քանի անգամ արդեն հաղորդում ես անում քո Facebook-ով, քանի որ ինքը ձայնի խնդիր ունի, Հա, ես ուզում եմ ասեմ մենք ավելի մեծ պլատֆորմում խոսանք, մանավանդ որ շատ կարևոր բաներից ես խոսում։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի հանրության համար իրավունքի շրջանակներում է, թե ոչ, սահմանադրությանը համընկնում է, համահունչ է, թե ոչ, այդքան ներկայ բան չուն, նշանակություն չունի, որովհետև մեր բանի մեջ, իներցիոն կյանքի մեջ, մենք ինչ որ սենց արհամարած ունենանք իրականում օրենքներն ինչ են թելադրում, սահմանադրությունը ինչ է, որովհետև այդ մշակույթը մեզ չեն ներդրել, որ մարդ, էներ, իշխանավորը, առաջին հերթին պարտավոր է հետևի սահմանադրությանը, որովհետև եթե չհետևես, հետևանք կունենա։ Քանի որ մեր մոտ երբևէ դա հետևանք չի ունեցել, մարդկանց թվում է դա նորմ է, հա։ Եվ որ դու խոսում ես, որ դա նորմ չի, հա, եւ դա հետևանքներ է ունենալու, շատ ափսոս, որ այդ ձենի պատճառով քիչ մարդ է լսում։ Ես ուզում եմ հիմա այն ինչ որ դու ասում ես այսօր, ասես, եթերում ու մենք շարունակենք մեր թեման։ հա, փորձեմ, ես երբեք երկու դուբլ չեմ կարողանում նկարեմ, դրա համար մի դուբլից Ես եմ դնում։ Իմաստը ստացվում է ինչ որ իմաստով երկրորդ դուբլը, բայց ամբողջ իմաստը հետեւյալի մեջ էր, որ այն process-ը, որը սկսել է Նիկոլ Փաշինյանը եւ այն շարունակությունը, որը առաջարկում է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, դա հակասահմանադրական process է։ Իսկ դա սահմանադրությունը ինչքան էլ մեզ դուր գա, դուր չգա, դա մեր բարձրագույն օրենքն է եւ մենք բոլորս անխտիր, չգիտեմ, հացթուխներից սկսած մինչև վարչապետ, պարտավոր ենք եւ նախագահ, պարտավոր ենք դա առաջնորդվել սահմանադրությունով։ Եվ երբ որ ինչ որ գործողություն, ինչ որ իրավիճակ լինում է հակասահմանադրական, ինքը լինում է նաև քրեորեն պատժելի։ Պարզ տրամաբանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը արդեն առաջի դեպքը չի, երբ ինքը իր հակասահմանադրական քրեորեն պատժելի գործողությունների մեջ էլի մարդ haman գալի, իրան քիչ է որ ինքն է արել այդ հակասահմանադրական գործողությունները։ Ինքը բացի իր տիկնոջից, ընտանիքի անդամներից, իր սազանդար ու ռոպագանդիստներից, ներողություն, անպայման ուզում է էլի մարդկանց ներգրաված լինի։ մենք քանի որ օրենքի տարածքում ենք խոսում, չեն կարող օգտագործել տիկնոջ բառը, քանի որ տիկինը չի։ Բարձվեց ոչ միայն կաթողիկոսը կույս չի, բարձվեց տիկինն էլ տիկինը չի, հա, ճիշտ Ես ճիշտն օգտագործել։ ասած այդքան չեմ բարդացնում, որտեղ իրանց անձնական հարցն է, Դե կուզեն իրար հետ, կուզեն ԶԱԳՍ կգնան, չեն ուզի չեն գնա, էդ էլ է, իմիջիալոց էդ էլ է սահմանադրությամբ իրանց ազատությունն է, կուզեն կգնան, կուզեն եկեղեցով կգնան, կամուստանան, կուզեն ԶԱԳՍ-ով կամուստանան, չեն ուզի, ասма ձեր հերն էլ անցած, ինչ կուզեք կանեք։ դեպս, Այնքան որ օրենքը մի խախտեք, մնացածը ասма ձեր դե որոշելու հարցն է։ հիմա կներեք, Իրան քիչ է որ այդ ամբողջ այդ ռոպագանդիստական, այդ սազանդարական, այդ ընտանեկան ոդկասթներով ու չգիտեմ ինչերով գրառումներով իրան այդ քիչ է, իրան պետքա նաև տպավորություն ստեղծել, որ կա հասարակական ինչ որ շերտ մարդիկ, ովքեր որ պիտի ներգրաված լինեն։ Անշուշտ կան մարդիկ, մեծ թվով մարդիկ, ովքեր այս կաթողիկոսից մեղմ ասած դժգոհ են
ու դա շատ նորմալ process է։ Եվ այնպես չի, որ վարչապետը առաջինն էր, որ ինչ որ տեղեկություններ էր իմացել, բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ բնույթի տեղեկություններ իմացել են, լսած են եղել, մասնակից են եղել, ականատես են եղել, մեծ պատմություններ կային, բայց շատ կարևոր է հասկանալ, որ դու կարող ես անել միայն օրենքով չարգելված գործողություններ։ Եվ այն ինչ որ հիմա անելու է, սա նորից պիտի ասեմ, սա հակասահմանադրական, հետևաբար քրեորեն պատժելի գործողություն է։ Եվ մարդկա օգտագործելով այն մարդկանց անկեղծ ցասումը, մարդկանց անկեղծ վրդովմունքը կամ նկրտումները կամ պատկերացումները, Նիկոլ Փաշինյանը այս սա օգտագործելով եւ մանիպուլացնելով հիմա փորձում է անել գործողություններ, որոնց արդյունքում ինքը պիտի ունենա իրան քիչ է, որ ինքը ունի անձնական օգտագործման գլխավոր դատախազ, իրան քիչ է, որ ինքը ունի անձնական օգտագործման վարույթ իրականացնող մարմիններ, ոչ մի բան չտեսնող, ոչ մի բան չլսող, ոչ մի բանին չարձագանքող, հա, կամ միայն շեֆի ասածներով առաջնորդող։ Իրան այդ ամեն ինչը քիչ է, իրան քիչ է անձնական օգտագործման պարլամենտ ունենալը, ընդդիմադիրներով, դիմադիրներով ու մնացած ամեն ինչով։ Իրան այդ ամեն ինչը քիչ է։ Ինքը հիմա այն ռուսական մի հատ տենց հեքիաթ կար ոսկե ձկնիկի մասին, ասում է «Խաչու բույց Վլադիչսի Մարսկոյ»։ Հիմա էլ ուզում եմ այդպես բան իր, հա ծովերի թագուհին եմ ուզում լինել, հիմա էլ սեփական կաթողիկոս եմ ուզում։ Բայց ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ սա իր սրտի կաթողիկոսի մասին է խոսքը գնում։ Սա իրան թույլ չեն, ինքը այն ռանգի խաղացող չի տարածաշրջանում, որ սեփական սրտի կաթողիկոս ունենալու տենց պրիվիլեգիաներ ունենա։ Իրան ասելու են, թե ով պիտի լինի կաթողիկոսը, եւ դա մեծ պրոբլեմա լինելու մեզ համար։ Մենք չենք կարող թույլ տալ նորից ունենալով մեծ վերապահումներ, հոգևորական տարբեր բարձրաստիճան, ոնց են ասում, հա, ծառայողների, հոգևորականների նկատմամբ, միևնույնն է հայ առաքելական եկեղեցին, դա այն կառույցն է, որը չի կարելի թույլ տալ այսպիսի մանիպուլյացիաներ անել, գուցե շատ ազնիվ մղումներ ունեցող մարդկանց եւս դարձնել հանցակից այս process-ին, որտեղ երբ դու կատարում ես հանցագործություն, քո գիտակցաբար գործողություններով միանում ես ինչ որ հանցագործության, դու դառնում ես հանցակից։ Դու հավասարապես պատասխանատվություն ես կրում այս ամբողջ process-ի համար։ Հետևաբար սա զգուշացում էր այն մարդկանց, ովքեր որ համաձայնվելու են ցանկություն ունենալու մասնակցելու կամավոր առանց ճնշումների, եւ մյուս կողմից էլ ես մեծ կասկածներ եմ հայտնել, որ արդյոք ողջամիտ, adekvat, կրթված, գիտելիքներ ինչ որ ունեցող, նվազագույն շեմ ունեցող մարդը կհամաձայնվի գնալ հակասահմանադրական, հակաիրավական գործողությունների, հասկանալով, որ դա վաղ թե ուշ պիտի պատասխանության ենթարկվի։ Իսկ ինչպես կարելի է ստիպել մարդուն, որ ինքը գնա համաձայնվի այդ հանձնաժողովի անդամ դառնալու, դա միակ տարբերակը, այն տարբերակն է, որ այս վերջերս օգտագործում է Նիկոլ Փաշինյանը։ Ու դրա վառ օրինակներ Աղազարյան Հովիկի հետ տեղի ունեցածը, այսօր վարչապետի կաթողիկոսի հետ տեղի ունեցող process-ները, ու էլի բազմաթիվ զրույցներ, օթում պտտվող լուրեր, թե ինչ է անում, ինչպես է օգտագործում հատուկ ծառայությունների օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում հավաքագրած տեղեկությունները վարչապետը, մեծ կասկածներ եմ հայտնել, որ նորմալ մարդիկ չեն գնա, բայց ստիպված են լինելու, որտեղ այդպիսի ճնշում կարա լինի իրանց վրա։ Շատ լավ, քանի որ զգում եմ ինչքան է կուտակված, թեման կոմոդ չեմ ընդհատում, ասի sense mən ազատվես հետո խոսանք։ Սկսենք նայից ինչ վերաբերում է սրտի կաթողիկոսից, ասում ես իր սրտի կաթողիկոսը չի։ Ես պետք է ասեմ քեզ, որ իր սրտի կաթողիկոսը համընկնում է Էրդողանի սրտի կաթողիկոսի հետ։ Երեք արդեն դրա գովազդը սկսվեց։ Ես իմ եթերում արդեն ասել եմ, այդ Քադոշյանը չեմ հիշում, բայց առաջացվեց Սահակա պատրիարքի, Պորսո պատրիարքի անունը ու ներկայացրեց իրեն, որ մի մարդ է, որ ինքը միշտ լավ քարոզներ է անում։ Այ ինքը կարա երկիրը փրկի։ Սա արդեն պաշտոնապես հայտարարել են, ես օդում պտտվող լուրեր եմ։ Չէ, պաշտոնապես չի, ես ունեմ վիդեոն, որտեղ արդեն առաջարկությունն է արվում, դե բնական է, մեկին պետքա ասում է ով բա ոչ Նիկոլը Էգնես, ով բա ոչ կաթողիկոսը, արդեն այդ օրը sense բերում դնում են։ Ես ուզում ասեմ, այդ մեր գուշակությունները չի, արդեն առաջարկությունները կան, հենց այդ սրտի կաթողիկոսը իրան ինչ սիրտ։ Իրանը չի կարող։ Ստեղ շատ կարևոր է հասկանալ, ամենայն հարգանքով ես ոչ մեկի նկատմամբ ինչ որ տենց բաներ չունեմ, բայց շատ հստակ մեր հասարակությունը պիտի հասկանա։ Պոլսի պատրիարխին նշանակում են Էրդողանի համաձայնությամբ, այսինքն նա պիտի իր անձը պիտի Էրդողանի բառացիորեն սրտով լինի։
ոչ թե Ամենայն հարգանքով, այդ մարդը շատ մեծ աշխատանք է անում։ Ես մեծ հարգանքով, որտեղ մի բան է լինել Երևանում, ներողություն, Էջմիածնում, Հայաստանում, մի բան է լինել այլ երկրներում բարձրաստիճան հոգևորական, լրիվ ուրիշ բան է Թուրքիայում լինել հայ եկեղեցու ղեկավար, դա լրիվ ուրիշ կատեգորիայի մեջ է։ Ես դաժե չեմ էլ ուզում մանրանամ այնտեղ դիտանեն, բայց մեր հասարակությունը պետք է հասկանա չոտկը մի բան։ Այնտեղի կաթողիկոսը պատրիարխը նշանակվում է Էրդողանի համաձայնությամբ ու ինքը Էրդողանի սրտի պատրիարխն է։ Այդքան բան։ ես ուրեմն ուրիշ նորություններ ասեմ, եթե չես ասել երեկոյին եթերը նայես, որ Շևչենկոն գիտես ով է, այն Քալոզիչը, ռուս Հա, Քալոզիչը, հա, 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 հա։ պատմաբան, Ադրբեջանի փողերով շփվող, մի խոսքով կեղտոտ Քալոզիչ, երեք շատ բարձ ասեց։ Ադրբեջանցիները այդ օնլայն քննարկում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, շատ բարձ ասեց ինքը, որ այս եկեղեցու պատմությունը մի բանի մասին է, որ հերթական անգամ ապացուցում է, որ Փաշինյան Նիկոլը երկիրը ոչ թե տանում է արևմուտք, այլ հանում է Ռուսաստանի տատկից տանում է դեպի վերականգնվող թուրքական սուլթանատ, որտեղ իմիջիալոց գաղթակղիչ մասը հայերը միշտ ապրել են շատ ավելի լավ, քան ռուսական լծի տակ, եւ ինքը իմաստուն բանան, ինքը վերականգնում է միջ սովետական պերիոդը, երբ որ հայերը շատ հոյակապ ապրում էին թուրքական իշխանության տակ, այսինքն թուրքական մասում իրանց արգելված չէր, ասում է իբր արգելված չէր գիր ու գրականություն ունենալ, չնայած թուրքերը արգելված են, նույնիսկ հայերեն խոսալը։ Այդ ուրիշ բան, որ Ռուսաստանում են Նիկոլային էր փորձում փակել եկեղեցիները, հայկական դպրոցները։ Ինչ եմ ուզում ասեմ, այս խոսակցությունները ես հո հետևում եմ ամբողջ, եթե ես գիտեմ ինչով է կառուցված։ Քարոզը կա եւ բնորոշում է այսպես ուղիղ։ Փաշինյան Նիկոլը ոչ միայն երկիր, այլ եկեղեցին նույնպես տանում է թուրքական վերականգնվող թուրքական կասություն, այնպես որ Ստեղ, հա, ես էլ մի բան ավելացնեմ, Վարդան ջան, շատ չոտկը պետք է հասկանալ։ Շևչենկոն դա Ռուսաստանի քաղաքացի է, որը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այո, իրան հանձնարարված էր պաշտպանել Ադրբեջանի։ Ոնց որ Զատուլին, Մատուլին, Սալավյով, Մալավյով մի ժամանակ նշանակված էին հայերի սիրտը շահելու, հայերի համար ծափ տալու, հայերին գովալու, Շևչենկոն նշանակված էր Ադրբեջանին ծափ տալու համար։ Հիմա պետք է հասկանալ, Ռուսաստանի Դաշնությունում ապրող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Շևչենկոն խոսում է Հայաստանը Ռուսաստանի տակից հանելու Փաշինյանի կողմից ու տանելու դեպի Թուրքիա եւ ջատագովում է ոնց որ թե այդ process-ները։ Դե հիմա հարց արդյոք սա փոխադարձ պայմանավորվածությամբ, փոխադարձ համաձայնությամբ, բոլոր կողմերի համաձայնությամբ տեղի ունեցող process չի։ Հիմա հարց, պարոն այք կաթողիկոսներ, arczepiskoposներ, չգիտեմ ինչեր, այդ որ ձեզ պատե-պատ եք տալիս, ռուսական կողմն եք պաշտպանում, դուք հասկանում եք, որ հենց հիմա Շևչենկոյի բերանով ձեզ պրոստը փուրն է տալիս Ռուսաստանը, փուրն է տալիս Թուրքիային։ Դուք գոնե հիմա հասկանում եք ինչ որտեղ է այդ խնդիրը։ գրողին է իրան կներես գրողից Հաջան։ իրենք, ասում հələ գրողից իրենք Հայաստանն է գնում։ Ես որ կաթողիկոս Ենթադրաբար պիտի Հայաստանի մասին էլ մտածող են։ Գիտես, ես չեմ կարծում, որ բոլոր հոգևորականները լավը չեն, բոլորը տենց վաճառված են, բոլոր Ռուսաստանի մոլի երկրպագուներ են, չէ, շատ լիքը մարդիկ կան, ովքեր շատ պարկեշտ, նորմալ, ազնիվ, եթե ընդհանուր գաղափարախոսությունը, ի նկատի քաղաքականությունը կրոնական նկատի քաղաքականությունը, որը վարվում է ավելի ողջամիտ լինի, այդ մարդիկ խելոք գլուխները կախ, իրանք իրանց աշխատանքը կանեն, իրանց գործը կանեն, ոչ մի ավելորդ բաների մեջ էլ ներգրաված չեն լինի։ Բայց փաստը մնում է փաստ, որ քանի դեռ կա կախվածություն, քանի դեռ կա ասպես մեծ աննկարագրելի սեր, իրանց անընդհատ ոնց որ Հայաստանն են բարբերաբար փուրը տալիս ռուսական կողմը տենց էլ իրան ծառայողներին նույն տրամաբանությամբ ոնց որ Նիկոլ իրան ծառայողներին անընդհատ միտեղ մատաղ է անում Սորտ ասում մի հատ հասկացեք չկա ուրիշ ոչինչ չկա ուրիշ ոչ մի արժեք ու բան չկա կա մի հատ Հայաստան կա մի հատ հայրենիք կա մի հատ պետություն ու մենք բոլորս այդ նավի մեջ ենք եթե այս նավը խորտակվելու է ամբողջ ծավալով ես հասկանում եմ որ կարող են որոշ ուժեր խմբեր թիմեր օրինակ առևտուր անողները մի քիչ ավել փող կպցնեն ոտի վրա ուզում եմ ասեմ որ այո իհարկե կլինեն ինչ որ մշակութային գործիչներ որոնք ավելի մոտիկ կլինեն սուլտաններին ու իրանց ձեռքից
վերջում երբ որ գա այդ խնդիրը բախի դուրը, բախելու է բոլորի դուրը, բախելու է եւ բախեց ոնց որ բախեց ժամանակին եւ Զոհրա Զոհրաբի դուրը Գրիգոր Զորաբի դուրը թակեց, ոնց որ չգիտեմ, զինվորականների դուրը թակեց, ոնց որ հոգևորականների դուրը թակեց, բոլորի դուրը թակելու է, նենց որ մենք պիտի դառնանք, հասկանանք վերջապես, որ այդ առանձնացված կարող անել մենք ենք ասում մեր խնդիրները մենք կարանք լուծենք, ուրիշ ոչ մեկ չի կարա լուծի։ Իսկ դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ այս հիմար վիճակը դադարեցվի։ Ես ուզում եմ ասել անպայման հիշեցնել մեզ դիտողներին, չնեղվեք, լավ է լինելու։ Եթե դեռ լավ չի, ուրեմն վերջը չի։ Վերջում անպայման լավ է Կա տենց լինելու։ բան, կա տենց բան։ Այնպես որ հանձնվել չկա։ Եվ իմիջիալոց, եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել, ձեր գործն է։ Նինա ջան, գնանք հերթով։ Դատախազությանը հարց էին տվել Նիկոլ Փաշինյանի գրառման մասին, որ արդեն ինչ կոմիտեներ է կազմում Վեհրանի վրա գրող կազմակերպելու մասին։ Իմիջիալոց ասեմ, սա Երևանի, սա ներողություն, սա երևացող մասն է։ Դրա հետևում կա նաև գործողություններ։ Մենք այդ գործողությունները, քանի որ հրապարակային դեռ չունենք, ես ունենք խոսում բացառապես նրա մասին, ինչ որ կա հրապարակային։ Դատախազությունը պատասխանել է, որ դեռ չի ուսումնասիրել Փաշինյան Նիկոլի գրառումը։ Անցել է 3-4 օր։ Բաղ հայտարարում ա, խմբեր գնում են գրոհելու, հա, դատարկելու, ազատելու Բեհրանը։ Կար այսօր, առայսօր, գոնե այսօրվա վիճակով դատախազությունից արձագանք, թե ինքը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետ հաստատ ձեռ-ձեռի բռնած գնալու է Նյուրնբերգ։ Հայկական։ Դե արդեն բոլոր հիմքերը կան բազմաթիվ դրվագներով, որ գլխավոր դատախազը առնվազն գոնե պատասխանության հարցը պիտի բարձրացված լինի, որովհետև շատ ու շատ դեպքերում չտեսնելու տալը դա լուրջ խնդիր է։ Դա սա չի կարող ուղղակի տենց ճանապարհել ու գնալ։ Այս մարդիկ, տեսեք, օրինակ պիտի լինի, գոնե մեկ օրինակ պիտի լինի պատասխանության ենթարկելու։ Ես չեմ ասում մարդկանց, չգիտեմ, եսի ինչ անելու, բայց պիտի օրինակ լինի պատասխանության ենթարկվելու, թե չէ։ Մենք պիտի հասկանանք, որ ցանկացած պաշտոնյա, որը վաղը գալու է պաշտոնի, ինքը պիտի հասկանա, որ չի կարող անել ցանկացած գործողություն, որի հրահանգը ստանում է շեֆից, որ այս երկիրը շեֆ չունի, որ այս երկրի ամեն կառույց ինքը իր շեֆն է, իր օրենքով, իր իրավունքով, իր պարտականություններով, թե չէ։ Շեֆը Չգիտեմ ինչ ասեմ, շատ տխուր է։ Ես անկեղծ ասած չեմ էլ հետևում, գիտես, սա անիմաստ ժամանակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում քո աշխատանքին, որտեղ դու քո ժամանակը վատնում ես փաստորեն այն մարդկանց խոսակցությունը լսելու վրա, կարող էիր վայելել ավելի գեղեցիկ, երաժշտություն, գեղեցկություն, ինչ որ շփում ընտանիքի հետ վերջապես, ինչ որ արդեն վաղուց զրկվել ենք բոլորս։ Բայց շատ կարևոր է քո վերլուծությունները, որտեղ մարդիկ գոնե տեղեկացվում են ավելի կարճ ու համապարփակ։ Ես բաներ կա, որ փորձում եմ նայել հետևել, բայց մեծ մասին չեմ էլ նայում, գիտես, անիմաստ է։ Ես հասկանում եմ մի բան, որ այս իշխանությանը մեկ օր շուտ իշխանությունից հեռացնելու հարց պետք է դրվի հասարակության առաջ։ Ես հասկանում եմ նաև, որ դժվարություն կա, առաջարկ չկա, չգիտեմ, այդ խումբ չկա, ինչ որ կազմակերպած, ով բավարար վստահություն կունենա։ Բայց հասկանում եմ, որ մնացած բոլոր գործողությունները մեր այլևս այստեղ ժամանակավրեպ են, չգիտեմ, իմաստազուրկ է։ Ինձ համար գոնե իմաստազուրկ եմ համարում, որտեղ այս ինչ են անում։ Քանի դեռ մենք խաղում ենք իրանց խաղի կանոններով, իրանց օրենքների շրջանակներում, մենք միշտ պարտվելու ենք, որտեղ իրանք պաշտպանված են օրենքով, իրանք ունեն գործիքակազմ, իրանք իդեմս գլխավոր դատախազի իրանց վերաբերյալ քրեական գործեր չեն հարուցվում, իդեմս, չգիտեմ, հատուկ ծառայությունների իրանց սրա նրա կյանքի մասին այլանդակ ինչ որ տեղեկություններ են հավաքագրվում, բերվում, իդեմս, չգիտեմ, մնացած ծառայությունների իրանց անվտանգությունն ապահովում, իրանք ֆուլ պաշտպանված են։ Հասարակությունը պետք է հասկանա, ժողովուրդ, այս մարդկանց ճամփելը, մի օր շուտ ճամփելը, դա կարևորագույն հարց է։ Ուղղակի լինել չլինելու հարց է։ դու խոսեցիր օժանդակության մասից, եւ մենք խոսեցինք ներսից դրսից, իմիջիալոց դրսից ես մի բան էլ ասեմ,
բացի Մաքսիմ Շևչենկոից, ես այսօր հասցրեցի, չնայած առավոտի մոտ 9-ը արդեն, հասցրեցի մի երկու բաներ լսեմ, մի հատ ռուս Մալադես։ շատ կարճ վիդեո տեսա, մի հատ ռուս վերլուծաբան ասում էր, ո՞նց է իրականում Փաշինյան Նիկոլը պահել իր իշխանությունը այսքան ժամանակ։ Կտոր Հմ, կտոր Հայաստանը վաճառելով Ալիևին։ Ես ապշած էի։ հմ, Կտոր, ես նայում եմ ոչ մի հայկական բան չկա, խոսացողը հայ չի, բանը, կայքը հայերեն չի ասում, մեզ ստապությունը որտեղ է։ Կտոր վաճառելով, զիջելով Հայաստանը հայ բանին, Ալիևին, ժողովրդին տերոր անելով, եթե չտանք պատերազմ կլինի, իսկ ինքը հիմա հասկանում է, որ մեծ ծրագիր իրականացնելու համար պետքա ջարդի ողնաշարը ժողովրդի հոգևոր մասը, որ նա ինքն էս պարակվի, որ այլևս ոչ մի դիմադրություն չլինի։ Եվ կաթողիկոսի դեմ արշավը ինքը այդ վերլուծաբանը հիմնավորում էր հենց այս բանի լույսի ներքո։ Ես ես մտածում եմ այսքան տեղեկացված մարդ, Չէ, որտեղ գիտես իրանք իստոմա այդքան ոչ թե այդքան տեղեկացված են, այլ էս իրավիճակը այնքան ոչ adekvat է, այնքան արտառոց է, այնքան անբարոյական է, այնքան ոչ տիպիկ է քաղաքական իմաստով, որ մարդիկ շոկի մեջ են։ Ես չեմ հիշում վերջի անգամ այսպիսի արշավ որևէ երկրում, այսքան հեղափոխություններ եղան, այսքան անգամ հեղաշրջումներ եղան, չգիտեմ ինչեր եղան։ Ես չեմ հիշում, որ հոգևոր կառույցի վրա այսպիսի հարձակում լինի, այն վիճակում, որ մենք իսկապես ծայրահեղ ծանր վիճակում ենք ու մեզ մոբիլիզացիա է պետք բոլոր իմաստներով, դու դնում ես վերջի կառույցը Ռուբիլնիկից ուզում ես անջատես, լավ չես տղա ջան, այդ կառույցը 1724 տարվա պատմություն ունի, հասկանում ես, անընդմեջ 1724 տարվա միայն հայ առաքելական եկեղեցու գոյությունը ինքնին ապացույց է այս մեր ստացված հարևանների, որ Հայաստանը ստեղ միշտ եղել է, որ հայերը как минимум 1700 տարվա պատմությունն էլ դրանից առաջ մի քանի հազար տարվաներ հենց ասում է իրանց փեշքաշ։ Ես չգիտեմ, էլ ինչ կարելի անել, չէ, բոլորի գործողությունները այլևս պիտի ուղղված լինեն մի ուղղության վրա, սրանց մի օր, մի ժամ շուտ ճանապարհելու։ տեսեք, Նինա ջան, ես ասեցի երկու դեպք դրսից աչքերով, մեկը այսինքն բոլորները ինքնից օբյեկտիվ են, ոչ մեկի մեջ բան չկա, սուտ չկա։ Մաքսիմ Շևչենկոն էլ է ճիշտ ասում։ Հիմա ուզում եմ ներսից խոսամ։ Ասեցի, որ ներսից ինչ որ մարդկանց խումբ է կազմում, որոնք պետք է ղեկավարեն հանձնաժողովը։ Ես այդ ցուցակը կարդացի, գտա միտեղ, տեսա աչքս, հետո փնտրում եմ, ես չեմ գտնում, դա fake ցուցակ է, թե իրականում այդ առաջարկությունը կա արդեն։ Ես դաժե չեմ էլ նորից, ես հասկանում եմ, որ adekvat չի իմ պատասխանը գուցե հիմա, բայց ես անգամ չեմ էլ փորձել հետաքրքրվել, որովհետև ինձ համար սկզբունքորեն էական չի, ում անուն ազգանուն այնտեղ կլինի։ Ցանկացած մեկը, ով իր կամքով կհամաձայնվի լինել այդ հանձնաժողովի անդամ, ինքը ավտոմատ դառնում է հանցակից։ Всё, ինձ Կարելի է հետաքրքիր չի։ Իմ հարազատ բարեկամն է լինի, ինքը հանցագործ է իմ համարնելու, հուրու հավերժ, միջև որ բան արդարադատության համակարգ ունենանք, այդ մարդկանց պատասխանության հարցն էլ ինչ որտեղ դրվի։ կարելի է ես մտովի հիշեմ ու ասեմ մոտարապես ցուցակը Հա, ու հավիճ։ ինչ կարծիք եմ։ Ուրեմն ես այնտեղ ամենաշատ տպավորվեց իմ մոտ, ես հիմա հիշում եմ, բայց կմտաբերեմ Ռուբեն Բաբայան, Սոսակսյանի թատրոնի ղեկավարներ, անունը ոնց որ չեմ հիշում, նոր ղեկավարը անձամբ ճանաչում եմ, հարցազրույց եմ արի այդ շատ լավ դերասանուհի։ Ասեմ, Ռուբեն Բաբայանի հետ ես ինչքան ուզում եմ տարակարծիքներ ունենամ, տարակարծություն ունեմ։ Ես վստահ եմ, որ Ռուբեն Բաբայանը դրան չի գնա։ Ռուբեն Չի Բաբայանը գնա։ չի գնա։ Ես գիտեք ուրիշ բան է, որ դու այս վիճակում կոնֆլիկտների չգնաս իշխանությունների հետ, ոսկե գործն առաջ տանես, դա ուրիշ հարց է։ Ուրիշ բան է, որ դու լծվես ազգակործան մի process-ի մեջ, որի Հա, համար պատմությունը քեզ չի ներելու։ Նարինե Գրիգորյան, կարծեմ, հա, այն մյուս դերասանը, կարծեմ Նարինե Գրիգորյանն է Սուսակցյանի ղեկավարը։ Ես վստահ եմ, որ Նարինեն էլ չի գնա։ Ներքուս համոզվածությունն է, որ մարդ, որ Արցախի մասին մոնո ներկայացում ունի, այն ես տեսել եմ, հա, իր խաղը, ես գիտեմ մոտարապես իր արժեքային համակարգը, վստահ եմ, որ ինքն էլ չի գնա, այնտեղ ուրիշ Արա Խզմալյանի մասին բացարձակապես բան չունեմ, պատրանքներ չունեմ, մի մարդ, որ այսքան ժամանակ ծառայել է այս հրեշավոր ռեժիմին, ամեն ինչ սպասում եմ, բայց չեմ կարող պնդեմ, որ կգնա,
այնտեղ եւս երկու հոգի կար, ես չեմ կարողանում մտաբերել, բայց ուզում եմ շարունակեմ քեզ։ Ցանկացած մեկը, որ մտավ այս հրատակ, ինքը շատ լավ պետք է իմանա, ու ես ամեն օր իմ եթերներում ասում եմ, Նիկոլը կարող է փախնի։ Բա Նիկոլը դու վերջում սմոք է տալու ձեր դեմ։ Ասի ասած քեզ ես հա պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Իրանք էին անողը, թող չանեին։ Նույնը ասել է գեներալների վրա, նույնը ասել է ԱԱԾ դատախազություն։ Պետք է ասի ես ասել եմ, ահա սահմանադրական էր, է չանեիք։ Վասն Ասել ջան, ամենալավ օրինակը, որ մեծ մարդիկ հասկանան իրանց ինչ է սպասում, դա Լևոնը, Հովիկ Աղազարյանի ճակատագիրն է։ Ոչ մեկ իր թիմից այտենց նվիրական բան ծառայություններ չի մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոնց որ դարել է Հովիկ Աղազարյանը։ Ամենածանր, ծայրահեղ ծանր վիճակներում Հովիկ Աղազարյանը դուրս է եկել մենակով, այսպես տղավարի մենակով դուրս է եկել, թուքումուրը կերել է, աշխարհի հայոյանքը իր հասցեին հնչել է, բայց ինքը հետևողականորեն պաշտպանել է Նիկոլ Փաշինյան։ Տեսեք ոնց ինքը վարվեց Հովիկ Աղազարյանի հետ ու հասկացեք թե ինքը ոնց է ձեզ օգտագործելու։ Ում անունները տվեցիր, ինձ թվում է ես եմ այդ մարդկանց ճանաչում, ու գոնե մի մասին մտաբերեցի, մի մասին չէ, ես անկեղծորեն մեծ հույսեր ունեմ, որ ինչ որ ձևի այդ շատ վատ որակի ձայնագրությունը կհասնի իրանց, որտեվ եթե մարդը ինչ որ բան փնտրում է, ինքը վատ որակի ձայնով էլ կլսի, վատ կարծինկով է կնայի, եթե մարդը փնտրում է, ինքը կգտնի։ Եթե դուք իսկապես Հայաստանի Հանրապետության մասին եք մտածում եւ իսկապես մտահոգ եք Հայաստանի Հանրապետության մասին, այսօր այս հարցը, այս process-ը իրականացնելը լինելու է մեր համար կործանարար։ Ես խնդրում եմ այդ մարդկանց, եթե նվազագույն, չգիտեմ, այն զորնիշկը ոնց է, ծորենի հատիկի չափ վստահություն կա, խնդրում եմ մի գնացեք այդ process-ին, մի մասնակցեք, մի դառեք հանցակից։ Բացի նրանից, որ դուք հանցակից եք դառնում, սա նաև կործանարար process է։ Պիտի խնդրեմ դադարեցնեք այս process-ին մասնակցությունը ձեր։ ես խոսեցի նրանց անունով, տեսեք, իրանք դեռ ձայն չեն հանել։ Սա Նիկոլն է իրանց փուռը տալիս, իբր իրան կարող է լսող մարդ կա։ Ես վստահ եմ նորից ներքուս վստահություն ունեմ, կարող է եւ սուտ դուրս գամ ես, կարող է սխալ, բայց ես հասկանում եմ մի բան։ Պրոպագանդիստները այլ որակ են։ Օրինակ ես էլ անդրադարձել եմ Ստեփան Գրիգորյանին, հա, որը կաթողիկոսի ակտիվացումը ներկայացրեց որպես հրաման բանից։ Մոսկվայից Մոսկվան գալիս է, սկսում են ակտիվանալ կաթողիկոսի ակտիվացումը կապեց դրա հետ, որը համանում եմ անորակ պրոպագանդա, դիտավորյալ սուտ, կեղծ մանիպուլյացիա, եւ ստեղ ես ներում բեկում չկա։ Ես երեք ինչ որ պետք է Ստեփան Գրիգորյանն ասել եմ ու ասել եմ առանց անուն ազգանունը տալու խոշելու իմ հայրենիքից իրականությունից ճշմարտությունից առավել վերևում բան չկա։ Ոչ մեկ հույս չունենա, որ կարող է մտնի այդ կեղտոտ դաշտի մեջ, փորձի մարդկանց մի քիչ շեղել ու հանկարծ դա կարող է իմ աչքից վրիպի, ես էլ մտածեմ, ասեմ թե չասեմ։ Կանցնեմ վրայովները ոնց որ կա, ասկետ բար առ բար, իմ մոտ հնարավոր չի մանիպուլացնել ու ես չնկատեմ դա։ Հիմա դու կարող ես ասել, ես կարող ես չեմ նկատել, հասարակական եւ քաղաքական դաշտից ովքեր են լծվել, որոնց կարելի է ասես պինցետով հանել ու շպրտել դուրս։ Հիմա որ ասեմ, ասա, որ ասեմ, ես շատ մեծ թվով մարդկանց այլևս չեմ հետևում, որովհետև Աղաչ կտնկացնի, պարտադի չի հետևես։ հա։ Դե իր ստանդարտ կազմը պիտի որ լինի, ես չեմ կարծում, որ ստանդարտ կազմից դուրս ինչ որ մարդիկ դուրս մնացած կլինեն։ Գիտես, իմ համար ամենացավոտը ոնց է, երբ որ պրոստը մարդիկ, որոնք պատկերացում չունեն, որոնք այդքան փորձ չունեն, որ մասնագիտական գիտելիք չունեն, երբ որ այդ մարդիկ են մոլորության մեջ, երբ որ իրանք են Նիկոլ Փաշինյանին գովերքում, ծափահարում, տենց ինչ որ սրտաճմլիկ բաներ են անում, ես հասկանում եմ այդ մարդիկ չունեն կամ չգիտեմ հնարավորություն չունեն ճիշտ վերլուծելու։ Դա ոչ մեղադրելու է, ոչ երեսով տալու է, ոչ էլ պատերին ծեփելու է։ Այդ է մեր հասարակության ինչ որ մի մասը տենց է։ Բայց երբ որ մասնագետները լուրջ աշխատանքային փորձ ունեցող, կյանքի փորձ ունեցող, գիտելիք ունեցող մարդիկ գալիս են, խոսում են ակնհայտորեն կեղծ նարատիվներ են տարածում, ես չգիտեմ այդ մարդկանց ինչա կարելի ասել, էլի։ Շատ լարված վիճակ է։ Տես բանը շատ դժվար վիճակ է, օրինակ բանում քաղաքասարակության ներսում կարող եմ ասել, որտեղ այնպես չի, որ բոլորը հաշտեն այն ինչ որ կատարվում է վիճակի հետ, բայց շատ շատերը նախընտրում են ուղակի լռել։ Ու այդ լռության ֆոնին
այդ ագրեսիվ փոքրամասնությունը տենց լուրջ բան է, էլի մասսա է թվում է թե բոլորը սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց ես նաև լրողների առերես եմ ասել այդ ամեն ինչը, ասել եմ Ժողովուրդ ջան, ձեր լրությունը հավասարազոր է ձեր համաձայնությանը, այսինքն լուր համաձայն չլինելը դա նույն բանն է, ոնց որ դուք համաձայնվում եք, որտեվ հասարակության աչքերին երևում է մենակ այն ագրեսիվ փոքրամասնությունը, որոնք քաղաքասարակության անունից ելույթ է ունենում ու ամեն գնով, ամեն, չգիտեմ, հակաիրավական, հակասահմանադրական, հակաբարոյական, եթե կուզեք, գործողություն է Նիկոլ Փաշինյանի սատարումը, մենակ են հասարակության աչքիներում ու մարդիկ միամտաբար մտածում են, որ սա դե երևի ճիշտ է, էլի որ ասում այս մարդիկ սենց խոսում են։ Նայ, Նինա, որ ասեցի, դες չեմ մեղադրում, այն որ կարող է Նիկոլ Փաշինյանն աջակցում, ես պետք է ասեմ, որ ուղիղ տարբերություն կա մեղադրելու եւ դատապարտելու մեջ։ Ես մեղադրում եմ բոլորին, ովքեր այսքան բանից հետո կարող է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Ուղիղ մեղադրում եմ, բայց ասած քեզ ընդ բան մարդու տեղյակ չի, այն որ տեղյակ չի, ես իրան մեղադրում եմ, բայց որ այն որ մասնագիտորեն պարտավոր է եւ գիտի ամեն ինչ ու մանիպուլացնում է, ես նրանց դատապարտում եմ, ես չեմ մեղադրում։ Այլ ես ասեցի, ես նրանց ուղղակի դատապարտում եմ եւ ոչ մեկ թող չհանկարծ մտքով չանցնի, որ կարող է ինքը կարողանա սողա ու դա վդիպի հանկարծ առնվազն իմ աչքից ու ես դա մասին չխոսամ։ Ես նույնիսկ եթե դուք թքածեր ունենաք ձեր հեղինակության եւ ապագայի վրա, դա ոչ իման չի փոխում։ Ես դա բերելու եմ եթեր, ես ու ապրելու եմ այս հանցագործության մեջ, ինչպես դու ես ասում, դուք հանցակից եք մնվորում, գիտակցաբար հանցակից եք։ Եթե քո ասած անգլագետ մասան չի հասկանում, նա կարելի է մեղադրել, բայց նա մեղադրելու անցնել առաջ, ես դատապարտում եմ։ Ձևով, ասելիք ունես։ Կա տենց պրոբլեմ։ Մի բան եմ ուզում ասեմ, որ Նինա ջան, քեզ լրացնելու համար, որ այդ ագրեսիվ փոքրամասնությունը բավականի փոքրամասնություն է։ Այս հարցում այն լուրջ աջակցությունը, որ ինքը մտածում էր, որ կարող է ունենա, չունի, դրանով է պայմանավորված, եւ որ երբ որ նույնիսկ բանում որտեղ է պայթերեն շենքը, դերս անճամբարակում, ճամբարակում մարդիկ զոհվել են, ինքը էլի հիստերիկի նման էլի գրում է եկեղեցու մասին, այսինքն այդ հիստերիան իր ու այդ տիգնոջ մոտ, հա, այդ հիստերիան երևում է մի բանով արտացոլվում է, արտահայտվում է, որ իրանք չեն կարողանում հավաքել են աջակցության ռեսուրսները, որովհետև մարդիկ հասկանում են մի բան, նույնիսկ ամենահիմարներն ու ամենաբարձկաները, որ վերջն է, Նիկոլից հետո կյանք կա, արժի իրան գնան Մոսկվա նավի հետևից, վերջնականապես, դե գոնե մնան թուգումուն ուտելով, բայց մնան, որտեղ տարբերություն կա, մարդիկ կա այն կողմն են արդեն քայլ անել են, Նիկոլի հետ գնալու են նավի հետևից, բայց կա որ կգնա, կա որ կմնա թուգումուն ուտելով, այդտեղ էլ բան կա, էլի շերտեր կա։ Ստեղ հայտնվել են, գիտես ինչ վիճակում հետաքրքիր, անգամ մարդիկ, ովքեր իրենց ատեիստ են համարում, ագնոստիկ են համարում, անգամ այլ ազգության ներկայացուցիչներ, որոնք հայաստանյան քաղաքացի են, այս բոլոր մարդկանց մոտ այս process-ը բան է առաջացրել, այն սկզբից շոկ էր առաջացրել, հիմա ուղղակի դիմադրության ինչ որ բաներ է մեջները առաջանում, որովհետև սա իսկապես անթույլատրելի վիճակ է։ Գիտես, շատ հետաքրքիր է, օրինակ, ես օրինակ չգիտեմ, էլի հարցեր ունեիր տալու, թե ես շատ ուզում եմ նաև, չգիտեմ, կնային թե չէ եթերը, բայց միջազգային մեր գործընկերներին ես որպես իրավապաշտպան չի եղել այտենց դեպք, որ Հայաստանի Հանրապետության ներսում որևէ կրոնական ուղղության մեկ անհատի հետ կապված խնդիր առաջանա ու իրանք նամակներ, զանգեր, դիլիգացիաներ չգան, չհասնեն Երևան, չճշտեն այդ մարդու ճակատագրի վերաբերյալ իրավունքների խախտված լինելու վերաբերյալ հաստատումներ, չգիտեմ, այտենց հարցումներ, ինչ որ բաներ չանեն։ Ժողովուրդ, բա այսուր եք սաղը։ Այսինքն դա վերաբերվում է միայն ազգային փոքրամասնություններին, այսինքն եթե դա հիմնական կրոնական ուղղությունն է, մենք պաշտպանության որպես քրիստոնյաներ իրավական, որպես կրոնական ինչ որ ուղղության ներկայացուցիչներ, այս մարդիկ աջակցության կարիք չունեն, լուրջ եք ասում։ Այսինքն ձեզ համար նորմալ է, որ բոլորը նստած լռում եք։ Ասում եմ, այսպիսի մի դեպք լիներ մեկ որևիցե փոքր
կրոնական կազմակերպության ներկայացուցիչ նկատմամբ դու չես պատկերացնում առավոտից իրիկուն իմ հեռախոսը չէր անջատվելու։ Ես օրերով նամակների էի պատասխանելու, դիլիգացիաներ էի ընդունելու։ Բա ուր եք դուք բոլորդ, այն միջազգային տենց սատարողներ ու մնացածներ։ Բա նույն բանն է կատարվում, սարսափելի բան է կատարվում։ Ինչ անենք, որ ինքը ժամանակին Նիկոլ Փաշինյանը ինչ որ քանակով ձայներ է հավաքել, ինչ որ պահի ինքը լեգիտիմ է եղել։ Արդյոք դա իրան իրավունք է տալի հակասահմանադրական գործողություններ անել։ Արդյոք դա իրան իրավունք է տալի որևէ եկեղեցու նկատմամբ ընդգծված խտրական մոտեցում ունենալ։ Նիկոլ Փաշինյան, մնացած բոլոր եկեղեցիների առաջնորդները բան չեն, շպիոն չեն քո համար։ Մնացած բոլոր եկեղեցիների կամ կրոնական կառույցների ղեկավարների այնուհետև պարզել ես, տալ առնելը պարզել եք սաղը, այս ինչ խտրական վերաբը, պարզում եք, բոլորինը պարզեք, չեք պարզում, նախ դուք դրա իրավունքը չունեք ասեմ, դուք սահմանադրորեն դրա իրավունքը չունեք, որ մեկի դուրն է գնային ծեծեին, Վարդան ջան, ես նույն ձևի է արձագանքելու, ես հիմա շատ ջղայնացած եմ նաև, որովհետև դա ինչ որ իմաստով անձնապես նաև ինձ հետ փոխկապակցված են, բայց ես նույնքան ջանասիրությամբ պաշտպանելու էի ցանկացած այլ կրոնական կազմակերպության նկատմամբ խտրական այսպիսի վերաբերմունքի։ Քո ինչ գործնա գնացել ես արես։ Հանցագործություն են արել։ Մեր քրեական օրենսգիր կա։ Գնա քրեական օրենսգիրքը վեր մանկապղծություն ա եղել։ Իդեպ, մանկապղծության մասին էր Խանմը խոսում։ Խանը մանկապղծությունից ինչ կա։ Դու հասկանում ես գոնե դա, տեսեք, դա առանձնապես ծանր հանցագործություններին է դասվում։ Եվ հետևաբար այդպիսի մեղադրանք ինչ որ մեկի հասցեին հնչեցնելու համար հիմա մենք եթե տենց բան արած լինենք շարքային քաղաքացիներս մեզ հիմա պատերով էին ծեփել, փռել էին ասֆալտների, բորձուրներն կերակրել էին մեզ։ Մի փոքր գրառման համար մարդկանց վերաբերյալ քրեական գործեր էին հարուցում։ Մի բառ ասելու համար ըստ էության եւ ճշմարիտ բառ ասելու համար քրեական գործերը մարդիկ բանտերում են նստել։ Տիկին դուք ծայրահեղ ծանր մեղադրանք եք իմա ներկայացրել, բա դուք բան չունեք ասելու։ Տիկին գլխավոր դատախազ, բա մանկապղծությունով էլ բան չունես ասելու։ Նայեք, մենք ունենք բաներ, պատասխանատվություն նաև անմեղ մարդկանց վերաբերյալ, անմեղ մարդկանց այսպես հանցագործությունների մեջ մեղադրելու, դա այն ժամանակ 311-ն էր շտոլի։ Ու դրա վերաբերյալ, թե դու ինչ որ մեկի վերաբերյալ կեղծ տեղեկություն էիր տալիս ու մեղադրում էիր ինչ որ հանցագործություն կատարելու մեջ ու դա չէր ապացուցվում, քեզ պատասխանատվության են ենթարկում կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։ Հիմա լավ, այս Աննա Հակոբյանի վերաբերյալ էլի ապացուցվել է մանկապղծությունը, չի ապացուցվել, իսկ ինչի քրեական գործ հարուցված չի կեղծ ցուցմունքներ տալու համար, կեղծ տեղեկություններ տալու համար, ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար։ Բա ուր եք ժողովուրդ ջան։ Вообще բան չունեն ասելու, իհարկե բան չունեն ասելու, բայց ասում եմ, սա ժամանակավոր է, այս բոլոր մարդիկ ժամանակավոր են, հասարակությանը քո ասած Վարդան ջան, հանգարց տրամադրությունները չգցեք։ Այս հիստերիկ շարժումները խոսում եմ միայն մի բանի մասին, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք մոտենում են այդ վերջնագծին, որից հետո իրենց անգամ մեր հասարակությունը իրենց պատասխանը չի հասցնելու տա, գնահատականը չի հասցնելու մեր հասարակությանը տա։ Ես Նիկոլ Փաշինյանին ու իր այդ սազանդար այդ խանումներին ու մնացածին 1000 անգամ ասել եմ, ժողովուրդ ջան, դուք պիտի անհանգստանաք ոչ թե ներսից, որտեղ ներսից ձեզ դատելու ցանկություն կա, մեծագույն ցանկություն կա ձեզ ամբաստանյալի աթոռին տեսնելու։ Ձեր կյանքի հետ կապված խնդիրները ներսից չի, դրսից է։ Այն ով որ ձեզ օգտագործում է, այն այլ ձեր հետ կապված խնդիրները առաջացնելու։ Դուք ներսից մի անհանգստացեք։ Մեր նպատակը մաքուր է, ազնիվ է։ Դուք պիտի նստեք ձեր բարեփոխած դատարանների տաբուրետկեքին ու դատվեք։ Ես միշտ ասել եմ իմանալման հադությունի հետ Բաղդասարյան որ խոսում ենք, փաստաբան ասում եք դուք պետք է խնդրեք, որ ձեզ կարողանանք ապահով հասցնել դատարան։ Հաստատ։ Ապահով հասցնել դատարան։ Եթե դեռ չեն հասկացել, դա իրանց խնդիրն է։ Ես հետաքրքիր բան ասեցի, ես ֆիքսեցի, որ այո, ինչ որ աղմուկ չկա դրսից, գիտես։ Բայց սա ոչինչ, թող սենց է լինի, թող սա մեզ դաս լինի, որ մեր հարցերը լուծողը մենք ենք,
Վերջացավ։ ապավինելու դրսից։ Բայց ես դրսի արձագանքներից կարող եմ ասել, մասնավորապես հայկական համայնքներից, որտեղ ես նաև հետևում եմ, ֆիլտրում եմ, չէ։ Ուրեմն կանադա-հայ համայնքն է դատապարտել, վիրահայությունն է դատապարտել, ֆրանսիա-հայությունն է դատապարտել։ Ես վստահ եմ, որ այս ընթացքում կլինեն անպայման այլ ձայներ, ես նորից մեզ լսողներին ասում եմ, հարգելի հայրենակիցներ, անկախ նայած ինչ չափածել միությունները, կուսակցությունները, բարեգործական ընկերությունները, չգիտեմ, որտեղ եք, դուք պետքա արձագանքեք։ Հասկացեք, որ ձեր ամեն մի արձագանքը մի հատ մեխա այս իշխանությունների կրիշին, տանիքին։ Այս բառը չեմ ուզում օգտագործեմ եթերում էլի, հասկացեք, դու ամեն մի արձագանքը սրանց սպանում է, որովհետև ես նորից ասեմ ինչա լինելու։ Սրանք չեն հրաժարվելու եկեղեցին քանդելու եւ Թուրքիի Էրդողանի ներկայացուցիչի նշանակելու մտքից չեն հրաժարվելու։ Որտեվ սա, ինչպես Արցախը տալն էր իշխանությունը շարունակելու երաշխիք, սա նույն ձևի մի բան է։ Ինչպես Բաղանիսն ու Ոսկեպարն է, ինչպես Սյունիքն է, սա մի ընդհանուր բան է։ Եթե եկեղեցիներ քանդեցին, ուրեմն իմացեք, այս ժողովուրդը էլ մոտիվացիան հիմնական, որի շուրջ ինքը, որի առանցքի շուրջ ինքը միշտ եղել է, քանդվելու է։ Իմ ասած Նինայի նույնիսկ անհավատներն են հավատացել։ Ես եկեղեցուց հեռու մարդ եմ հայրաքելական։ Ես ամեն գնով ուզում եմ բացել եմ այս կառույցը, որովհետև ես տեսնում եմ ինչ է լինելու հետևանքը, եթե Նիկոլին սա հաջողվեց։ Ասա Նինա ջան։ Հա, ես էլ եմ այն մարդկանց թվում, որոնք որ հնարավորինս տենց մի քիչ հեռու էին մնում, որովհետև ես շատ-շատ տարիներ առաջ եմ ունեցել տենց տարաձայնություններ հոգևորականների, որոշ հոգևորականների հետ ու էլի անհամաձայնություններ եմ ունեցել ու էլի տենց խնդիրներ եղել, բայց անգամ ես մարդ, որը որ առանձնապես իրան տենց ոնց ասեմ, չեմ գնացել ամեն օր ամեն կիրակի եկեղեցի բան մոմարում, ես հասկանում եմ, որ սա այլևս բանի կռիվը չի առանձին հոգևորականների իմ որպես հավատացյալ կամ չգիտեմ մկրտված մարդու կամ չգիտեմ սա լրիվ ուրիշ մակարդակի կռիվ է եւ այն դեպքն է, այն բացառիկ դեպքն է, որտեղ այո պետք է խոսել եւ մեր իրավունքների պաշտպանության մասին եւ եթե կուզեք հենց եկեղեցու ոչ թե ստեղ գիտես ոնց ինչն են մանիպուլացնում անմիջապես հենց ասում ես Նիկոլ Փաշինյանի արածը անթույլատրելի է ասում դու կաթողիկոսի կողմն ես այ մարդ ես ոչ մեկի կողմը չեմ ես հայ առաքելական եկեղեցու դու որ սպասքի երևի հայ առաքելական եկեղեցու կողքն է չէի լինի եթե այս գալմաղալը չլիներ Ես Հայաստանի պետության, պետականության իր բոլոր բաղադրիչ մասերովի կողմն եմ։ Ու եթե որևիցե բաղադրիչ կլինի կրոնական կազմակերպություն, կլինի կուսակցական, անգամ եթե ես չեմ կիսել այդ կուսակցության տեսակետները վարքագիծը, ինձ համար կարևոր է, որ ինստիտուտներ լինեն, որոնք կայացած են, այլ մարդենց չի կարելի։ Չի կարելի դատարանը դարձնել խաղալիք, չի կարելի եկեղեցին սարքել խաղալիք չի կարելի մտավորականների ազնիվ մղումները սարքել քո ձեռքում գործիք ու գիտես ինչ են անում Վարդան ջան ասեմ ինչին են նմանացրել բաները Ստալինի ժամանակ կային տրոյկաներ այս թիմը որը հիմա ինքը հավաքում է ինքը ստիպելով այն ժամանակ էլ նենց չի որ տրոյկայի մասնակից մեծ սիրով գնում մասնակցում են ուղղակի հասկանում էին որ այլընտրանք չունեն որ չգնան իրանց վերաբերյալա գործեր հարուցվելու Այ հիմա այս սրանց մասնակիցները դուք տրոյկա եք դարել, սովետական ստալինյան տրոյկան եք դարել 1724 տարվա պատմություն ունեցող ինստիտուցիոնալ միակ չընդհատվող կառույցի հայրաքելական եկեղեցու համար դուք գոնե հասկանում եք դուք ինչ եք անում Եվ իհարկե սա չի կարելի թույլ տալ եւ սա չի կարելի զիջել, որտեղ կան խրամատներ, որոնք զիջման ենթակա չեն, ես մեծ խնդրանք ունեմ լսարանին, չգիտեմ, շատ մեծ խնդրանք ունեմ, որևէ պարագայում թույլ չտալ, որ ձեզ դարձնեն ներսում բախումների փորձեն տանել որևիցե կողմեր, դա չի կարելի թույլ տալ։ Մենք ներսում իրար հետ կարող ենք վիճել, բանավիճել, նեղանալ, բարիշել, բայց մենք իրար հետ ներքին բախման չենք կարող գնալ։ Ցանկացած կոչ գնալ բախման ինչ որ բախումային process-ների, սա պետք է ընկալվի որպես հակապետական, հակազգային, հակաժողովրդավարական, չնայած ինքը այնտենց էլ կա, հակաիրավական եւ հետեւաբար Ժորժան մերժեք ճանապարհիկ բոլորին ով ձեզ կփորձի տանել բախումների, ուղարկում եք ռուսական նավի հետևից, խորը հերու
անվերադարձ։ Ես ուզում եմ Նինայի շարունակել, այն մարդկանց համար, ովքեր մտածում են, եթե եկեղեցուն ենք պաշտպանում, ուրեմն ինչա մենք կաթողիկոսի կողմին ենք, կամ եթե Նիկոլին դեմ ենք, ուրեմն կաթողիկոսի կողմին ենք, ուրեմն ակնհայտորեն մարդիկ կան դեռ չեն հասկացել ինչա նշանակում երկիր ունենալ։ Ակնհայտորեն դեռ մարդիկ կան, որ չեն հասկացել ինչա նշանակում սահմանադրություն։ Այնպիսի մարդիկ ինչպես Նինա, ես ու մեր մնացած ընկերները, նրանք կողմ են սահմանադրության, օրենքի պահպանման, նույնիսկ Շևչենկո Մաքսիմ, պրոպագանդիստը ամենահայատյաց, երբ որ ադրբեջանցի լրագրողը հարցրեց, որ իրավունք ունի Փաշինյանը վերսի փոխել, ասեց սահմանադրությունը այդ իրավունքը ոչ մեկ չունի։ Ասեց ունի բան ունի, տղա ունի, վեր աղջիկ ունի, ասեց Հռոմի պապերը, հələ մի հատ մոռացել ես, դու էլ պատմաբան ես, ասած Հռոմի պապերը, սա ոչ միայն ընտանիք ունեին, երեխեքում, ընտանիքներ ունեին։ Դա չի նշանակում դա լավ է կամ վատ է, բայց դրանում քրեական հանցագործություն չկա։ Դա մեղք է, մեղքն էլ իրաց գործը, թող իրենք իրարներ են կամ Վարդան ջան, մեղքն էլ իրանց վիզը։ հա, Ժողովրդական լեզվով ասած, այդ հա, քո խնդրեմը չի, այդ դրա պատասխանը ինքը կտա հետագայում։ Եթե այլ խնդիր կա, տես դու Վարդան, մարդ շատ չի կարևոր է սպանել, հասկանալ։ երեխայա սպանել կամ երեխայա պղծել, երեխայա ունեցել։ Նորից եմ ասում, կանոնը կա, Աստվածի եք, իր մեղքը, դրա պատասխանը ինքը պիտի տա, այդ դրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը չի, որ դրա պատասխանը պիտի պահանջի, որովհետև դու դրա սահմանադրական իրավունքը չունես, առաջինը, երկրորդը դու դրա բարոյական իրավունքը չունես։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այն մարդիկ են, ովքեր քաղաքական ուխտադրուժներ են։ Այդ մարդիկ եկել են հստակ քաղաքական ծրագրով, այդ մարդիկ եկել են հստակ քաղաքական խոստումներով եւ արել են ամեն ինչ ուղիղ հակառակ իրանց խոստումների եւ իրանց բանը քաղաքական ծրագրերի։ Իրանք քաղաքական ուխտադրուժներ են։ Ուխտադրուժից է ինչ որ բան բարոյականությունն է քարոզում ու պահանջում։ Դու որպես ուխտադրուժ Նիկոլ Փաշինյան ինչ ես արել, հրաժարվել ես քո պաշտոնից, դու կարգալույծ ես եղել կամ չգիտեմ պաշտոնանկ ես եղել, դու ինչ ես արել։ Տեսակ ասի մենք գնացել ենք նորից ընտրությունների ու մեզ հետո վերընտրել են, դու այդ վերընտրվելուց հետո նորից արել ես գործողություններ, որոնք նորից քո տված խոստումներին հակառակ են եղել։ Տղա ջան, եթե դու չես գնացել կարգալուծելնելու կամ չեմ պաշտոնանկ լինելու, դու որևէ մեկից չեմ ասում սահմանադրական իրավունք չունես, դու բարոյական իրավունքն է չունես այդ պահանջը ներկայացնելու։ Նինա ջան, կներես, ինքը ուխտադրուժ չի։ Ինքը հանցագործ է սահմանադրության նկատմամբ։ Դե Ուխտադրուժը այդ գործն է։ ուխտադրուժի բանով էի ուզում ցույց տալ, որ Նույնիսկ կրկնեմ, ով չի հասկացել միջև հիմա։ Կաթողիկոսը սահմանադրության առաջ պատասխանատու չի, քանի դեռ մարդ չի կերել, մարդ չի սպանել, հանցագործություն չի արել։ Ինչ որ ինքը արել է, դա բարոյական դաշտում է։ Դա մեր քննարկելու բանը չի։ Ես ոչ մեկի ընտանիք ու ծոց չեմ մտնում։ Այն ինչ որ արել է Փաշինյան Նիկոլի իր կառավարության հետ, դա հանցագործություն է, որը դատապարտվում է Հայաստանի օրենքներով եւ սահմանադրությունով։ Սրանք անհամեմատելի բաներ են։ Անհամեմատելի։ Իսկ mən նորից վերադառնամ էլի մեր խոսակցությունը որ ընդհատվեց, այդ իրավունքի պաշտպանել, չպաշտպանել, մենք սահմանադրություն ենք պաշտպանում։ Բայց խոսքը, եթե մեկը դեռ չի հասկացել եւ իր համար սենցա նշանակում է իրավունք չունի պետություն ունենալ ընդհանրապես։ Որ ասում է բանավեճի ժամանակ ասում ես ձեր այդ կատեգորիկ համաձայն չեմ, բայց ես կյանքս կտամ, որ դուք ձեր կարծիքը արտահայտելու հնարավորություն եւ իրավունք ունենաք։ Եթե այո, մարդ կա մեր դիտողների մեջ, մեր հասարակության մեջ, շրջապատի մեջ, որ սա այս տարական հարգանքն ու օրենքին հետևելը, օրենքին, ոչ թե մարդուն, հետևելը չի հասկանում, ուրեմն նշանակում է ինքը իրավունք չունի օբյեկտիվորեն եւ չի կարող օբյեկտիվորեն պետություն ունենալ։ Ինքը պետք է ունենա մի հատ մեկը գլխին, որ բամփի եւ օրենքը մեկնաբանի ըստ իր ճաշակի եւ քաղաքական նպատակահարմարության։ Մենք ոնց այտենց որ ենք հիմա անում է Նիկոլ Փաշինյանը։ 30 տարի, 35 տարի այտենց ենք ապրել։ Լավ Չնայած է, միջև իրանել է նույն բան արել, իհարկե։ այդ եմ ասում, 35 տարի այտենց ենք ապրել։ Հարց եմ տալի, լավ է, դրա արդյունքն է, որ մենք այս վիճակում ենք։ Եթե մարդը ուզում է շարունակի այտենց ապրել, Աստված իր հետ, բայց մենք ինչ կապ ունենք, մեր երկիրը կրակը չի ընկել այդ անուղեղների ձեռքների։
ծնիները։ Չէ, բայց նենց չի, էս են դեպքն, գիտես կան դեպքեր, երբ որ կարաս ասես Ժորժ ջան, լավ, դե հիմա էս է քո մտածողությունը, Աստված քո հետ բարի ճանապարհ, գնացեք դուք ձեր գործերին, ես իմ գործերին։ Այս իրավիճակում մենք այդպիսի շռայլություն մեզ չենք կարա թույլ տանք, Ժորժ ջան, տենց չի լինի, որովհետև դուք ձեր անպատասխանատու, անհետևողական, չգիտեմ, գուցե ինֆորմացիայի թերի լինելու կամ գիտելիքների թերի լինելու պատճառով մենք իսկապես պետականություն ենք կորցնում։ Ես չգիտեմ, մարդիկ կան, որ չեն հասկանում այսքան բանը։ Արդեն ինչքան ժամանակ է խոսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր նպատակներին հասնելու համար գնում է դիկտատուրայի, տարուց ավել է, ես ինձ պատերի պատ եմ տալի, չգիտեմ, նենց անտարբեր այդ իմ գործընկերները նստած տենց իրանց համար ասում են, ինչ ես խոսում, ինչ ես ասում։ Այսօր իրան կանգնել են տարի ու կես հետո ասում են, «Էս ինչ անում ես մարդը»։ Ժողովուրդ անում է այն, ինչը դուք լրակյաց թույլ եք տալիս։ Այն ինչ որ մենք լրակյաց չտեսնելու ենք տալի, չենք արձագանքում, ասում ենք դե լավ Աստված ձեզ հետ, տենց չի լինի, ժողովուրդ ջան։ Այդ կակրաս հիմա այն իրավիճակն է, երբ որ հասկացող ու գիտակից մարդիկ այլևս պիտի իրանց ձեռքը վերցնել այս ամբողջ process-ը, որովհետև սենց անպատասխանատու վիճակով լավ ինչ ենք պատասխան տալու։ Մենք մեր հաջորդ սերունդների առաջ ինչ ենք պատասխան տալու, որ մենք այն սերունդն ենք, որը տապալեցինք մեր, թույլ տվեցինք, որ մի խումբ սրիկաներ, դավաճաններ ու մարդիկ, ովքեր բավարար գիտելիք ու բան չունեին, իրանց ձեռամբ գնաց տապալվեց, չէ, բա դուք ուր եք, մեզ չեն հարցնի, այդ տատիկ, պապիկ, չգիտեմ, ծնող, բա դուք ուր եք։ Այ հիմա հենց այդ ժամանակն է, որ մենք մեր վրա պիտի վերցնենք այդ պատասխանատվությունը, հերիք եղավ, բոլ եղավ։ Անշուշտ, ես նույնիսկ այդպես մարդկանց, որ մտածում են այնտեղ ինքան լիբերալ դաշտ, որ կարող են իրենք իրենց մտածելակերպ ունենալ, չէ՞ նշանակում մտածելակերպ հանցագործության նկատմամբ։ Հանցագործության մասին ձայնդ անջատված անդինա ջան։ Հանցագործության նկատմամբ մտածելակերպ, կարծիք, տեսակետ ունենալը բոլն է։ Ու ես այդ բոլորին ասում եմ, դուք կարող եք ձեր մտածելակերպ ունենալ ձեր կենցաղի վերաբերյալ։ Այո, դուք կարող եք ձեր մտածելակերպ ունենալ նաև աշխարհի կառուցվածքի վերաբերյալ։ Հանցագործությունը դա օրենսգիր կա, օրենսգիրքը հորինված է մարդկանցից պաշտպանելու համար։ Այդ թվում նաև մարդկանց իշխանությունների ապօրինի գործողություններից պաշտպանելու համար, այո, իհարկե։ Դրա համար ես բաժանեցի դատապարտել եւ մեղադրել։ Նրանք որ մտածում են, սա իմ գործը չի, դե լավ, դե էսը կանցնի, ես իրաց մեղադրում եմ մեզ այս վիճակի մեջ վերելու համար։ Իսկ նրանք ովքեր դա գիտակցաբար են անում, նրանք ես դատապարտում եմ այս վիճակի մեջ։ Այսինքն դե երրորդ տարբերակ, դե լավ, ոչինչ, դու կարաս ապրես ոնց ուզում ես, դու կարող էիր ապրել ոնց ուզում էիր մինչև 2020 թիվ։ 2020 թվականից հետո, եթե դու ուզում ես էլի ապրես նենց ոնց ուզում էիր, քո պատճառով մենք պետականություն ենք կորցնում։ Ու ես պետք է հանդուրժեմ, որովհետև դու կարող ես պատկերացում ունես հանցագործության մասին, չէ, դու դատապարտելի ես ու մերժելի ես իմ համար։ Ես այդտեղ տոլերանտ լինելու, ես քեզ հանդուրժելու բարոյական նույնիսկ պարտականություն չունեմ։ Համաձայն եմ։ Հենց որ հանկարծ ոչ մեկ տրամադրությունը չգցի ու պատրաստ լինի սեփական պետությունը, պետականությունը, սեփական ապագան ձեր անցած ճանապարհը, որտեղ ես ամեն անգամ մարդկանց ասում եմ, ժողովուրդ, մի հատ հիշեք, թեկուզ վերջի, ասենք 30 տարիները մենք ինչքան դժվարություններով ենք անցել, սկսած, չգիտեմ, մթության մեջ երեխաներ են ծնվել, այդ դժվար սառը ցուրտ թարսի նման էլ այդ մութ տարիներ այնքան ցուրտ էին, այդ տարիներին մարդիկ մոմի լույսի տակ, չգիտեմ, սովորել են, ավարտել են, հազար ու մի բան ա եղել։ Մենք այդ բոլոր դժվար, մենք հասկացել ենք մենք ինչի համար։ Մենք այն սերունդ ենք, Վարդան ջան, ես ու դու, որ մեր մի ամբողջ կյանք տվել ենք հանուն նրա, որ մենք ունենանք պետականություն։ Այսօր մի քանի հատ խուժան փողոցային բոսյակ եկել է, ու ինքը որոշել է, որ մեր ապրած կյանքը անիմաստ է, որ ինքը զրո է, որ ինքը ոչ մի արժեք չունի, լուրջ եք ասում։ Ես ամենայն դեպս պատրաստ չեմ դրա այդ հաշտ լինելու։ Ես հասկանում եմ, ես գիտակցված եմ այդ ամբողջ process-ի հետ։ Շատերի նման ես էլ կարող եմ ինչ-որ արտոնություններից օգտվել, ինչ-որ պաշտոնների, մնացած ամեն ինչից։ Ես էլ կարող եի գնալ ժամանակավոր աշխատել, վերադառնալ, նորից հետո գնալ։ Մենք բոլորս գիտակցված արել ենք գործողություններ, որոնց իմաստը ու նպատակը, վերջնական նպատակը գնա պետականություն ունենալը վատ եք, այսինքն այս չեք մեզ առաջարկում։ Ես հաշտ չեմ այդ մտքի հետ ու կոչ եմ անում որևէ մեկին, որևէ զրոյական, չգիտեմ, զրոյականից մի կետ բարձր գիտակցություն ունեցող մարդուն չհաշտվել այս վիճակի հետ ու պատրաստ լինել
ատամներով պաշտպանել մեր պետականությունը։ Այս սենց չի կարա սենց անցնի։ Ու դա բնավ չի նշանակում, որ սա սատարում է նախկիններին, ներկաներին, կաթողիկոսներին, բոլորը ժամանակավոր են։ Մենք էլ հետները բոլորս ժամանակավոր ենք։ Մենք պիտի կարողանանք ստեղծենք մի կառույց, մի միավոր, որը հարատևություն կտա մեզ որպես ժողովուրդ, կպաշտպանի մեզ որպես ժողովուրդ, մեր ապագան, մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը, որը աջ ու ձախ ոտի վրա կամ յուրացնում են կամ կեղծում են։ Այս process-ը մեր ապագան, մեր երեխաների ապագան ապահովություն կտա մեր երեխեքին, կզարգացնի մեր գիտությունը, մեր մշակույթը, ինչի պիտի մեր հանճարեղ ուղեղները, գլուխները գնան ուրիշ երկրներում աշխատեն, ես չեմ կարողանում հասկանալ։ Լավ, հասկացանք նավթ չունենք, հասկացանք գազ չունենք, լավ, բայց լաբորատորիաներ էլ հոգարային կունենանք, որտեղ մեր գիտնականները կաշխատեն, ու ես նայում եմ, այնքան եմ ուրախանում եմ մի կողմից, որ այդ մարդիկ մեծ բաների են կարողանում հասնել, հա, եւ իրենց կոչումներով եւ իրենց գիտական ոնց են կոչում բացահայտումներով, իրենց բառը չեմ գտնում, իրենց գործնեությունը շատ լավ է իրականանում, այդ մի կողմից, մյուս կողմից իրանք շատ ճանաչված ու հարգված են, բայց մյուս կողմից է ահա որ ձևին նեղվում են, բա լավ տարական բան մենք չէինք կարա ստեղծենք պայմաններ, որ այդ մարդիկ լավ, եթե ստեղ չապրեին այդ լաբորատորիաները, գուցե այդ մակարդակի առայժմ չենք կարող ունենալ, բայց գոնե զուգահեռ բա չունենա այդ ուստեղ ինչ որ փոքր պրոտոտիպ, որտեղ իրան կգային, գիտելիքը կփոխանցեն, լավ, բա այսքան ռեսուրսը ոնց կարելի է սենց աչքա թողանել ու թույլ տալ, որ մեր երկիրը այս վիճակի հասնի ու այս ամբողջ պայմաններում դու մի հատ հարց դնես։ Կաթողիկոսը կույսա թե չէ։ Այդ ձեր ինչ ասեմ։ Ինչ ուզում ես ասա։ Ես Ոչ չէ։ վաղուց հիշեցի այդ այո մենք այդ թվերին ենք մոմի լուսի տակ սովորել, մոմի լուսի տակ ավարտել, մոմի լուսի տակ ամուսնացել, երեխա ունեցել, երեխա մեծացել։ Մենք այդ ամեն ինչի մեջ ասել ենք, հետո պետք է գալի ինչ որ մի հատ աղբամանի այդ բանի կողք աճած ինչ որ մի կենթանի, որ ասել այդ ամեն ինչ անիմաստ է եղել, զոհողություններն անիմաստ են եղել, զոհերն անիմաստ են եղել, անիմաստ են եղել մեկի համար, որի համար իրոք իմաստը լրիվ այլ տեղ է, լրիվ այլ տեղ է, բայց դա արդեն իր խնդիրն է, Դա իր դա խնդիրն է, անշուշտ։ դա իր խնդիրն է։ Նինա ջան, իսկ այս ընթացքում ես մեկ շաբաթվա մեջ դու շփումների մեջ ինչ որ բան տեսել ես զգայական մակարդակի փոփոխություն էլի, որ իսկականից էսի արդեն հանդուրժելի չի։ Ունես այդ զգացողությունը, որտեղ Հայաստանում չեմ շփվում, չեմ կարող ասել։ Դες ես վաղուց ունեմ այդ զգացողությունը, սա ոնց որ +1 էր, էլի։ Ես շատ վաղուց եմ ասում, որ մեր հասարակությունը շատ վաղուց այդ ներվը այլևս այնքան լարված է, որ մի հատ տրիգեր է պետք, պրոստը որ ու այդ տրիգերը դաշը տրիգեր պետք չի։ Իմ ներքին համոզմամբ մենք հասարակությանը պիտի որ պահին առաջարկ արվեց, ես համոզված եմ դրանում, որ պահին որ առաջարկ արվեց թիմի եւ ծրագրի, մենք ստեղ ունենալու ենք այսենց շատ մեծ process, որովհետեւ բայց ես չգիտեմ դա ինչ պիտի լինի, որովհետեւ շատ դժվար է հասկանալ այդ նուրբ լարերը մարդկանց, որովհետեւ մարդիկ շատ վիրավորված են, շատ նեղված են, շատ, չգիտեմ, գուցե սպասելիքներն են շատ մեծ ու դա շատ նուրբ այսենց բանի վրա պիտի լինի, էլի, շատ դժվար եմ պատկերացնում, բայց համոզմունք ունեմ, որ պահին այն Նիկոլը ոնց էր ասում իշխանությունը փողոցում գցած է։ Այդ փողոցում գցած է իշխանությունը, ես համոզված եմ դրանում ասում։ Հիմա գցած է։ Հա, հենց հիմա գցած է։ Բայց գիտես, երևի մի բան էլ ասեմ, այսքան դժվարություն, այսքան նվաստացում, այսքան ցավ, այսքան վիրավորանք, այսքան կորուստ, ամեն ինչի կորուստ, մարդկային կորուստ, հայրենիքի կորուստ, որ մենք արձանագրում ենք։ Գիտես, այս երևի այն խաչներ, որը մենք պիտի կրենք։ Այս մեր այն մեղքերի դիմաց էր, որ մենք տենց մի մասը անտարբեր էր, մի մասը տենց կիսատարբեր էր, մի մասը, չգիտեմ, մենք այս խաչը մենք պիտի կրենք, սա մեր պատիժն էր ինչ որ իմաստով, եւ Նիկոլ Փաշինյանը եւս մեր պատիժն է, որը մենք պիտի որպես խաչ կրենք ու սա պիտի հիմք հանդիսանա, որ մենք պետության, պետականության, իրական ինստիտուտների, այն որ թուրքերեն բառ պիտի ասեմ ներողություն եմ խնդրում, բայց շատ տեղին է, ղադրը պիտի իմանաս,
Դու պիտի հասկանաս ինչի է պետք պետությունը։ Արցախը ցույց տվեց, թե մեզ ինչի էր պետք պետություն, ուժեղ պետություն, կայացած պետություն։ Նիկոլ Փաշինյանը իր այդ վարկագծով չեմ ուզում եթերից շատ բան ասեմ, բաներ ասեմ, իր վարկագծով ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ որ քո իշխանավորը նախ չի անպատասխանում այդ զբաղեցրած պաշտոնին, երկրորդը իր անձնական շահն է հետապնդում, այս սենց է լինում դու քո բոլոր իրավունքներից մեկ-մեկ քիչ-քիչ զրկվում ես։ Ինչ է լինում, երբ որ ոչ մեկ իր տեղում չի լինում։ Լինում է իրավիճակ, որտեղ մի ամբողջ հասարակություն այսպես պարակտված, նվաստացած, կիսասպանված, կիսավիրավոր վիճակում է լինելու։ Բայց սա իհարկե վերջը չի, սա հենց իմ պատկերացմամբ էլ սա սկիզբն է, որովհետև դու պիտի հասկանաս պետությունը քեզ ինչի էր պետք։ Դու այդ շատ վատ բան եմ ասելու, բայց գինը պիտի վճարեինք։ Մենք ամբողջությամբ վճարել ենք պետականության ունենալու մեր գինը, ամբողջությամբ մի բան էլ ավել, ու հիմա սա չկապիտալիզացնելը, սա մեր կողմից սերունդների, այ հիմա եղած սերունդների տարիքով մեծերի մասին է խոսքը իհարկե, սա հանցագործություն է մեր կողմից։ Դա քրեորեն պատժելի չի իհարկե, բայց բարոյական դաշտում չգիտեմ, դիեզերական դաշտում սա մեզ չի ներվելու, սա մեզ սերունդես սերունդ չի ներվելու, եթե մենք հիմա չկարողացանք պահել մեր պետականությունը։ Գիտես, Նինա ջան, երբեմն ավելի հեշտ է, որ այդ պահին քեզ օրենքը պատժի, քան դու Հա, դրա հետևանքները հա, ստանաս, այն ինչ դու արել ես։ համաձայն եմ, Արդեն այլ համաձայն եմ։ Այն մեկ-մեկ լինում է, չի ասում ավել լավա դնեին ծեծեին, քան թե այսքան բաներ էսի տասեին, քան թե այսքան դժվարությունով դու անցնեն, երևի հա կա տենց բան, որ ավել լավա ազնիվ կռիվ լիներ, կռվեր ու դաժե մի քիչ ծեծ ուտեր, քան թե այս ամեն ինչը նվաստացումը, որ մենք անցնում ենք, այս սա շատ շատ ավելի հոգեբանորեն ծանր է, իհարկե։ Ես ուզում եմ բոլորին նորից ասել, այս ամեն ինչը նաև ինչի համար արվում։ Երկու նպատակ։ Նախ Փաշինյան Նիկոլը ինքը կառուցողական երևույթ չի, որպես տեսակ։ Ինքը կառուցող չի, ինքը քանդող է եւ իր էներգիան սնվում է քաոսային իրավիճակներից։ Ինքը ինտրիգանտ է, իր լավագույն բնորոշումը տվել է իր դասախոսը։ Իր դասախոսը Անանյանը համալսարանում, որը տիրություն էր անում, բառացի հայրություն էր անում Փաշինյան Նիկոլին սովորել տարիներին, որին դավաճանեց Փաշինյան Նիկոլը, որ ասեց սա խառնակիչ երևույթ է, սա իրավունք չունի համալսարան ավարտելու, որ այդպես էլ եղավ։ Ինքը հետագա նույն ձև դավաճանեց իր մյուս հորը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հա։ Ինքը դավաճանեց բոլորին խայտարակ ձևերով, խայտարակ ստված բանին Աղազարյան Հովիկից եւ դեռ անելու է։ Այսինքն պետք է հասկանաք, ինքը երբ որ տեսեք պետական ինչ որ մի բան կա, իրադարձություն կա, պետական մասշտաբի եւ խառնակչական։ Ինքը իր էջում կգրի եւ ամբողջ օրվա թեման կդառնա խառնակչությունը։ Ոչ թե ասենք, որ դժբախտությունա պատահե, parzենք ինչից մահացան այդ մարդիկ, ինչից պայթեց այդ երկը ու բան շենքը։ Նույնիսկ ցավակցություն չի հայտնել այդ տականքը։ Հասկանում եք, ինքը դա պետության մասն է։ Ինքը դա կապ չունի։ Իրան ինտրիգաներն է, իրան քաոսն է հետաքրքրում։ Սատանան սնվում է քաոսից։ Մարդը Մարդը, եթե ուզում է առողջանա, ինքը գնում է աղոթելու, ինքը նստում է մեդիտացիայի, ինքը շփում է բնության մեջ, որ ինքը էներգիա ստանա։ Այս մարդը էներգիա ստանում քաոսից, հասկանում եք նորմալ մարդու եւ սատանի տարբերությունը որն է։ Սա որպես մարդատեսակ եմ նկարագրում։ Իսկ ինչա նշանակում սա քաղաքական իմաստով իր համար։ Իրան հաղթանակներ է պետք։ Իրա ողորմելի ճզմված բանը, ռեյտինգը ամրացնել է պետք։ Ինքը այդ հնարավորությունը ուներ պարբերաբար օգտագործելով ԱԺ ամբիոնը իր հոտին ԱԺ ընդդիմությանը նվաստացնելու համար։ Ինքը դրանից արդեն էլ հաճույք չի ստանում, որտեղ դա ժողովրդին այլևս չի հետաքրքրում։ Իրեն այլ հաղթանակ էր պետք եւ իրան ինքը գտավ, որ այո, եկեղեցին են թույլ լողակնա, որի նկատմամբ կարելի է հաղթանակ ունենալ իդեմս կաթողիկոսի, զուգահեռ բավարարել Էրդողանի պահանջը իր կաթողիկոսահայերի գլխին ունենալու, ասենք սա գալին գնում է տեղը, բայց ամենակարևորը ինքը հաշվի չի առել։ Հայ ժողովուրդը քաոս չի սիրում։ Հայ ժողովրդի պարը դա շուրջ պարն է։
այդ շուրջ կենտրոնում խալույկ ենք ունեցել, երբ որ կրակապաշտ էինք։ Հետո դա տեղափոխվեց եկեղեցու բակեր։ Հասկանում եք, մենք շուրջ պատմալու ժողովուրդ ենք։ Մեր պարը առանցքի շուրջ է, այդ բարոյական առանցքն է, արժեքների առանցքն է։ Այստեղ ինքը ոտը կոտրելու է եւ շատ արագ, ասա Նինա ջան։ Ես ամբողջությամբ համաձայն եմ, որ 6000 տարվա, չգիտեմ, պլյուս մինուս այնտեղ այդ իրանց խնդիրներն ա թող հաշվարկեն պատմաբանները։ Պատմություն ունեցող ժողովուրդը չի կարա ավարտվի Նիկոլ Փաշինյանով։ Սա ավարտը չի, սա մեր հերթական դժվարությունն է, որը մենք պիտի հաղթահարենք, սա մեր հերթական խաչն է, որը մենք պիտի կրենք, սա մեր հերթական փորձությունն է, որը մենք պիտի հաղթահարենք եւ պատվով հաղթահարենք, որովհետեւ շատ մեծ դժվարություններով անցած սերունդները, մի քանի սերունդ, որոնք եւ կյանքը չխնայեցին, եւ առողջությունը չխնայեցին, եւ ոչինչ չխնայեցին պետականություն ունենալու համար, չեն կարող հաշտ լինել այն մտքի հետ, ինչը որ հիմա կատարվում է։ Ու միշտ հիշեք, կան մարդիկ կամ կան երևույթներ, որոնք ի վիճակի են 10 կուբիկ իրար վրա դնեն։ Կողքինը, որը ընդամենը 2 կուբիկ կարա իրար վրա դնի, 3 հատ, ինքը պիտի քո 10 քանդի, որ քո քանդվածի ֆոնին իր 3 հատը մի հզորություն երևա։ Այն Նիկոլ Փաշինյանը ու իր թիմակիցներն ու սազանդարները այդ 2 կուբիկ դնողներն են, դրանից ավել իրանք ի վիճակի չեն դնելու։ Այնպես որ ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լարված է, շատ դժվար է, բայց անելանելի չի, անհաղթահարելի չի, սա մեր ընդհանուր ուժերով, ընդհանուր պատասխանատվությամբ, այստեղ ամենակարևոր հարցը պատասխանատվությունն է։ Մենք մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը երկիրը հետ բերելու, ճիշտ ուղու վրա դնելու, եթե կուզեք նոր ուղու վրա դնելու, որովհետև այն ինչով մենք անցել ենք, դա ոնց որ թե ոչ մի ձևով չի արդարացվել։ Նորարար ձևով մեր փոփոխությունը բերելու, բայց սա մեր պարտքն է, մեր պատասխանությունն է ու սրանից խուսափելու տարբերակ ուղղակի չկա։ Այնպես որ ուժեղ եղեք, անհանդուրժող եղեք այսպիսի ախմախ երևույթների նկատմամբ, համբերատար եղեք, ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս նաև այս իրավիճակը, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է։ Հա, կարևորը մենք ճիշտ նկարագրենք իրավիճակը, ճիշտ թիրախնդրենք, հասկանանք ովքեր են մեր բարեկամներն, ովքեր են թշնամի, մեր թշնամին ամեն ինչն է, այն ինչ որ խանգարում է մեզ շեղում է սահմանադրական կարգը պաշտպանելուց։ Մեր բարեկամը մեր պետականությունն է, սահմանադրությունն է։ Պարզ եմ ասում, ստե ճաշակի բան չկա, ընկերուհի լինելու, իրեմ կուսակցական լինելու խնդիր չկա, այն ինչ որ հակառակը սահմանադրությանը, օրենքների եւ ամենակարևորը մեր արժեքային համակարգին, որը նույն բանն է, որը ամփոփված է այդ սահմանադրության մեջ ոչինչ չկա, որ հակասում է մեր արժեքային համակարգին եւ ընդհանրապես մարդկային արժեքներին, դրա համար է գրվել սահմանադրությունը, որին հետևեն նաեւ անհավատները։ Ես ասեմ օրենքներ սահմանադրություն որտեղից է գալի։ Մխիթար Գոշին ինչի լծվեց բանը դատաստանագրքի գրելուն, որովհետև այն որ եկեղեցական օրենքներով նորմալ էր եւ պահպանում էր հայկական համայնքները, շուրջ բոլորը հավաքված այդ դավանանքի մահմեդականների համար, դա բան չէ, պարտադիր չէ եւ ստեղծում էր իրավիճակ, երբ որ բանը հանցագործություն է լինում, կոնֆլիկտ է լինում, չգիտեին ինչ օրենքով դա պետք է լուծվեր։ Դրա համար ստեղծվեց բոլորի համար դատաստանագիր։ Իհարկե ճիշտ է, Հայաստանում չօգտագործվեց, ավելի առաջ օգտագործվեց Լեհաստանում, հետո նույնիսկ Վրաստանում, հետո նոր սկսեց դա օգտագործվել Հայաստանում։ Բայց Մխիթար Գոշը գրել էր դատաստանագիրքը եւ դապես անհրաժեշտությունը առաջացավ այն ժամանակ, երբ որ արդեն եկեղեցական օրենքները բոլորի վրա չէր տարածվում, որտեղ դե կային անհամատներ եւ այլ կրոնի ներկայացուցիչներ։ Ստեղ մի բան էլ էլի, հա, ավելացնեմ Վարդան ջան, տեսեք, շատերը կասեն, բա դուք չէիք, որ սահմանադրությունը քննադատում եք։ Ժորժ ջան, սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք օրվա իշխանությանը, անկախ անուն ազգանունից, տալիս են ավելի շատ գործառույթներ, քան ինքը կարա ունենա։ Եվ բազմաթիվ հոդվածներ այդ բալանսավորումը չեն ապահովում, երբ ցանկացած մի
անմեղսունակ կարա գա որևէ պաշտոնում ու իրականացնի անսահմանափակ գործունեություն, հակապետական գործունեություն ու չկա այդ բալանսը, որով դու կարաս բերես, գյամերը քաշես, ասես դու սենց բան չես կարա անես։ Այդ դրա համար ենք մենք քննադատում սահմանադրությունը։ Բայց այս նույն սահմանադրության մեջ, եթե կան մարդիկ, ովքեր չեն կարդացել, ասեմ, մի հատ բացեք, կարդացեք, գոնե սկիզբը։ Շատ կարևոր է հասկանալ, որ այստեղ գրած է մեր սուվերենության մասին, մեր ժողովրդավար լինելու մասին, մեր իրավական պետություն լինելու մասին, մեր սոցիալական պետություն լինելու մասին, մեր խղճի խոսքի ազատության մասին, հավաքների ազատության մասին, կյանքի իրավունքի մասին, այսինքն սա այն ինչ ասեմ, այն հիմնական բաներն են, օրենքներն են մեր սահմանադրության մեջ, որոնք չի կարող խախտել եւ որևէ մեկը։ Այո, սահմանադրությունը ունի տարբեր, այսպես ոչ պատշաճ հատվածներ ու գլուխներ, որոնք փոփոխման ենթակա են, բայց ընդհանուր առմամբ, քանի դեռ մենք ունենք այդ սահմանադրությունը, քանի դեռ այն գործում է եւ այնտեղ ամրագրված են մեր իրավունքները, ներառյալ եկեղեցու հետ հարաբերությունները, մնացած այդ ամեն ինչը, մենք սրբազան կովի նման պիտի պաշտպանենք մեր սահմանադրությունը, մեր եկեղեցին եւ այն ամեն ինչը, ինչը մեր պահպանելու է մեր պետականությունը։ Ամեն խուլիգան ու բոսյակ չի կարա գա ու կարևորագույն հարցերի վերաբերյալ սեփական կարծիք ունենա։ Եթե մենք թույլ տվեցինք սա իրականացվի այսօր, այդ նշանակում է ցանկացած հետագայում եկող իշխանավոր ըստ նպատակահարմարությամբ բանա փոխելու, կաթողիկոսա փոխելու։ Ամեն եկող հաջորդ բոսյակ ինքը համարելու է, որ ինքը կարա բան անի, դու ասա, սահմանադրության իրան ավելի շատ լիազորություններ տա։ Դուք հասկանում եք ինչ են այս մարդիկ անում։ Սա պետքա կանգնեցվի այս этаպում, նախկինում չենք կարողացել կանգնեցնել, հիմա ենք կանգնեցնելու, այսօր պիտի կանգնեցնենք։ Այսօրվանից սկսած լծվում ենք նոր բանին։ Մենք պիտի կանգնեցնենք այս process-ը, որտեղ սա կործանարար է պետության համար, պետականության համար եւ հետեւաբար մեր որպես ազգ, որպես ժողովուրդ, մեր գոյութենական խնդիրն է դրված։ Այնպես որ մի քիչ լրջացեք ժողովուրդ ջան, հասկանում եմ բոլորս էլ հոգնել ենք, բոլորս ենք հոգնել, որտեղ եթե կան մարդիկ, ովքեր, չգիտեմ, վերջի 5 տարին են պայքարում, կան մարդիկ, որոնք վերջի 10 տարին են օրինակ պայքարում, ես 1998 թվականից իրավապաշտպան կառույցում եմ աշխատում եւ 20 աստված ջան, դժվարանում եմ հաշվել, 27 տարի է, ես այս համակարգերի դեմ կռիվ եմ տալի, լավ, ասում եմ, եթե ես չեմ հոգնել, դուք ինչից եք հոգնել, հենց որ հոգնել չկա, հանձնվել չկա։ Նիլա ջան, հոսող ջուրը չի հոգնում։ Դե բա, հա։ Ու չի նեղում, ու չի նեղում։ Հա, չի նեղում, չի հոտում, ասма ճիշտ է, մի քիչ առողջության վրա է ազդում, բայց ընդհանուր առմամբ ոչինչ։ Դիմադրողականությունը դրանից չի պակասում։ Եղավ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ապրես Վարդան ջան, շատ կարևոր գործ ես անում դու։ Շնորհակալ եմ, ուզում եմ բոլորին ասեմ, մենք եթե նույնիսկ չուզենանք հաղթենք այս հրեշին, հրեշն ամեն ինչ անելու է, որ մենք ստիպված հաղթենք, ու ինքը հիմա դա անում է։ Այնպես որ պատրաստ եղեք լուրջ դիմադրության։ Իսկ դիմադրությունը հետևյալ ձև արտահայտվում։ Հավատալի մնալ սեփական արժե համակարգին։ Ձեզ ավել բան պետք չի անել։ Կամ բան։ Հա։ Աննա, հաջողություն իրաջա։ Հաջողություն։